Եվ տեսնում եմ ԿՊՀ-ականների այն սարսափած հայացքները, երբ որ իրանք ինձ տենում են ազգային ժողովի շենքում, որովհետև իրանք գիտեն, որ դա հաստատ իրանց համար լավ բանի մասին չի մնդե ներկայանալը, եւ իրանք ինձ ընդե սարսափած սպասում են նաեւ այլ կարգավիճակում, ու իրանք առաջիկայում կտեսնեն նաեւ այդ կարգավիճակը, ու այտենց բան կա, չէ, ասում է ժողովրդական ասացված կա, էլի պետք չի ուղի իմաստով, շամպես հասկանում են։ Չէ, ասենք այդ դրական իմաստով ասում, չէ, շունը որպես հասկացող կենթանի բան, ասենք ինք ամեն ինչ հասկանա, չի կարում խոսել։ Հիմա իրանք էլ հիմնականում չեն կարում խոսեն, ու մեկ-մեկ ասենք փորձում են խոսեն, ասենք օրինակ այսօր Խաչատուր Սուքիասյանը փորձեց խոսի, ասենք պատմում են Խաչատուր Սուքիասյանը խոսի։ Ասենք վիճակը գիտես ավելի լավ է սուստ նստես, էլի կամ են գայիշնիկը, այդ նիստերեն նախագահողը։ Ու ինչով է հետաքրքիր այդ հանձնաժողովի լսումները, նախորդ լսումները, որը կազմակերպել էր այդ հանձնաժողովը, այդեն սկանդալային լսումներն էր, որից հետո Աղազարյան Հովիկը թռավ, Նարեկ Զեյնալյանը գնաց, Ասլանյան Հակոբը Հովիկի հետևից, Վիլեն Գաբրելյանը դրա հետևից, 3 պատգամավոր այդ օրվանից թռել են դուրս։ Այդ օրվա լսումների հիման վրա հրաժարական չէ, WhatsApp-ով հեռացվեցին քննչական կոմիտեի ղեկավարը, հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, ներքին գործերի նախարարը, ու հիմա պատկերացնեք, ասենք ընդ եկել է ոստիկանության պետը։ Եվ ես իրեն ասում եմ, պետք է զգույշ ելնեք։ Այս լսումներից հետո դուս եկեք WhatsApp-ից ջնջեք ձեր հեռախոսի համար բանը, որ զանգի դուք ասես ես WhatsApp չունեմ, ես փոխել եմ սիգնալը։ Հա, Telegram-ով։ Telegram կարող է, չգիտի ինչ է, կամ չի օգտվում։ Տգետների դպրոցում չգիտեմ, որ ծրագրից են օգտվում։